Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք կխոսենք շատ կարևոր հարցի մասին, որին ես մեծ ժամանակ տրամադրեցի, որ մանրամասն ուսումնասիրեմ, եւ սա վերաբերվում է այդպես կոչված ճակերտներում հարավային Ադրբեջանի թեզին, թե ինչպես է այս օրերի ընթացքում մինչև Իրանում տեղի ունենում պատերազմ, ադրբեջանական մամուլը, ԶԼՄ-ները տարբեր, վերլուծաբանները եւ այլն, այս հարցը ինչպես են բարձրաձայնում, այսինքն ես դիտել եմ շատ վերլուծություններ, շատ իրանց ելույթներ թարգմանել եմ եւ այլն, որ մենք ձեր հետ միասին լավ հասկանանք, թե ինչ է կատարվում ադրբեջանական հանրության ներսում։ Այն, որ այս թեզը շատ վտանգավոր է, ես ասում եմ սկզբից եւ ասում եմ սա երկար ամիսների եւ տարիների ընթացքում առհասարակ, որովհետեւ այս թեզը զարգանում է արդեն ոչ թե ամիսներ, այլ տարիներ եւ զարգանում է այդպես կոչված ճակերտներում արևմտյան Ադրբեջան թեզի զուգահեռ, որը գիտեք, որ Հայաստանի Հանրապետության դեմ է տարածքային պահանջներ փաստացի եւ նաեւ գոյատևական այսպիսի եւ ցեղասպան քաղաքականություն է նույնիսկ իր տրամաբանությունով, որովհետեւ ամբողջ Հայաստանը անվանվում է Արևմտյան Ադրբեջան եւ դա շատ վտանգավոր է եւ դա արձանագրված է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության 2026 թվականի զեկույցում, որ սա ամենամեծ խնդիրն է հայ-ադրբեջանական հարաբերություններում, բայց մենք ձեր հետ միասին նաև պետք է իհարկե հետևենք այն զարգացումներին, որը տեղի են ունենում Իրանի թուրքալեզու ազերի բնակչության ուղղությամբ, որովհետև Իլհամ Ալիևը եւ իր կառավարությունը այդ ուղղությամբ լուրջ քայլեր է անում, իսկ դա ստեղծում է նաև լրջագույն մարտահրավերներ, աշխարհակաղակական փոփոխություններ, հատկապես Հայաստանի համար եւ հատկապես այս իրավիճակում։ Եվ հիմա դա մանրամասն կքննարկենք շատ հետաքրքիր եւ շատ կարևոր տեղեկատվություններ եմ ձեզ ներկայացնելու։ Հարգելի հայրենակիցներ, առաջ երթին կոչ եմ անում ձեզ, որ աջակցեք ալիքին լայքելով այս վերլուծությունը, դա շատ կարևոր է, ինչպես նաև գրելով ձեր կարծիքը մեկնաբանություններում, ես միշտ կարդում եմ եւ պատասխանում եմ հնարավորինս շատ դեպքերում։ Զուգահեռ դրա իհարկե բաժանորդագրվեք ալիքին, ով դեռ բաժանորդագրված չէ, եւ նաև միացեք ալիքին, անդամակցեք, դառեք անդամ եւ դրանով նաև աջակցեք ալիքի գործունեությանը։ Ես շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ով արդեն դառել են անդամ եւ դրա շնորհիվ նաև հավելյալ վերլուծությունների հնարավորություն են ստանում ալիքի անդամները։ Շնորհակալ եմ եւ անցնում ենք առաջ։ Առաջի հերթին պետք է խոսել ադրբեջանական ԶԼՄ-ների խոսքին վերլուծության մասին եւ օրինակ կբերեմ Itztimai TV-ն, որը ուրեմն իրանց հանրային հեռուստաընկերություն է փաստացի եւ պետական ուրեմն կոնկրետ ֆինանսավորում ունի եւ աջակցություն, այսինքն պետական ԶԼՄ է, որտեղ որ ITV Խեբերի այդ ժամանակ, այդպես է կոչվում իրենց երեկոյան քննարկումը հանրային հեռուստաընկերության եթերում Ջավադ Ատար Նուսրատի մասին, ադրբեջանցու մասին, որը Թավրիզից է, ցույց են տալի մի հետաքրքիր կոնկրետ այսպիսի սյուժե, որտեղ որ խոսք է գնում նրա մասին, որ ինքը արդեն 30 տարի է Բաքվում ունի բիզնես եւ իր երեխեքը եւ թոռները մնում են Թեհրանում եւ պատերազմի իրավիճակում։ Ինքը պատմում է, որ հարվածների հետևանքով ինտերնետի կապը նաեւ ամբողջությամբ փակ է եւ այդ պատճառով հնարավոր չէ կապնվել իր հարազատների հետ։ Վերջի կապը ունեցել է կոնկրետ միջև պատերազմի սկիզբը եւ որ ծանր իրավիճակ է այնտեղ։ Նուսրատին նաև փորձել է, որ իր ընտանիքը գա դեպի Բաքու, բայց սահմանները փակ են եւ չեն կարող գալ, նաեւ թռիչքի միջոցով դա սահմանափակված է։ Եվ սյուժեում նաև քննարկվում է անձնական խնդիրները, տնտեսական խնդիրները եւ այլն։ Սա այսպեսի ավելի հումանիտար հարց է եւ այդ հարցազրույցում այս անձը Նուսրատին ասում է, որ Իրան համարում է բաժանված Ադրբեջանից, որ ինքը ծնունդով բաժանված կամ կիսած Ադրբեջանից է եւ կոչում է հարավային այդ շրջանները Ադրբեջանից հարավ, այսինքն Իրանի այդ շրջանները պատմական մաս ադրբեջանական ժողովրդի չի տալի քաղաքական գնահատականներ, բայց պատմության առումով ասում է, որ սա ադրբեջանական ժողովրդի պատմական մաս է։
Բացի դրանից, շատ կարևոր հայտարարություն է արվում հենց արդեն վարողը այդ կոնկրետ նաև ITV-ի եւս մեկ թեմայի, որը վերաբերվում էր հենց Իրանին, ասում է այսպիսի բառեր. տեսեք ինչքան կարևոր հարգելի այրենակիցներ, Թևրիզը, Խոյը, Արդաբիլը, Ուրմիան եւ Զենջանը պատմական ադրբեջանական տարածքներ են։ Եվ դա ակտիվորեն տարածվել է նաև սոցիալական ցանցերում, այդ հենց հատվածը, որտեղ որ մեկնաբանը ասում է, որ սա պատմական ադրբեջանական տարածքներ են եւ պետք է ազատագրել այս տարածքները։ Այս հայտարարությունը հնչել է պետական ԶԼՄ-ի եթերում եւ ունեցել է շատ մեծ արձագանք հանրային շրջանում։ Այդ թվում համընկավ Իրանի հետ այդ առճակատման եւ հակամարտության հետ եւ որը Ադրբեջանի կա։ Ինչու ես ձեր հետ միասին դեռ քննարկեցի իրենց սյուժեն եւ հետո կոնկրետ վարողի մեկնաբանությունը, հարգելի այրենակիցներ, որովհետեւ սյուժեն խոսում է իրական ազերի մասին, որը այնտեղից է, որը մշակութային առումով ասում է, որ սա մեկ ազգ է ադրբեջանական եւ ինքը այս իրավիճակում է հայտնվել եւ այլն, այսինքն քաղաքական գնահատականներ չի տալիս, զուտ խոսում է նրա մասին, որ իր համար մշակութային առումով, պատմական առումով Ադրբեջանը մոտ է, ադրբեջանցիք մոտ են եւ այլն։ Բայց Ադրբեջանի պետական մամուլի, այսինքն Իլհամ Ալիևին ենթարկվող, այսպես ասենք, ներկայացուցիչը տալիս է քաղաքական, աշխարհաքաղաքական, ռազմական, լրիվ ուրիշ գնահատական եւ ասում է, որ Թեբրիզը, Խոյը, Արդեբիլը, Ուրմիան եւ Զենջանը պատմական ադրբեջանական տարածքներ են։ Եվ նույնիսկ սա բավարար չէ, սրան ավելացնում է, որ պետք է ազատագրել այս տարածքները, հասկանում եք։ Այսինքն սա նրա մասին է այն ռետորաբանությունը, որը մեր համար առհասարակ ծանոթ է, նույն ճակերտներում արևմտյան Ադրբեջանի թեզի ժամանակ ասում են, սա պատմական ադրբեջանական տարածքներ են, բայց ազատագրելու ուղղությամբ իրականում հայտարարություններ չեն անում, եւ սա կարևոր է։ Այսօր Ադրբեջանի ուղղությունը շեղվել է դեպի Իրան, եւ այն, որ այսպիսի հայտարարություն արվեց պետական ԶԼՄ-ով, սա շատ կարևոր փաստ է։ Շարունակում ենք եւս ուրիշ կարևոր հայտարարություններ են պատրաստել ձեր համար։ Իրենց ուրեմն այսպիսի քաղաքացիական կուսակցություն ունեն, որը անվանվում է Վետենդաս Հեմրեյլիհի մի խոսքով եւ այդ կուսակցությունը մարտի 5-ին հայտարարություն է նաև արել արդեն ԱԹՍ-ների հարվածից հետո եւ ասել է, որ չնայած նրա, որ Ադրբեջանը իրեն լավ հարաբերություններ փորձում է ձևավորել Իրանի հետ, Իրանը շարունակում է թշնամական քաղաքականություն եւ կուսակցությունը ընդգծել է, որ Իրանի բնակչության կարևոր մասը թյուրքեր են եւ այդ թյուրքերի իրավունքները խախտվում են Իրանում եւ նաեւ այդ կուսակցությունը հայտարարել է, որ եկել է ժամանակ ապստամբել ազատության համար եւ հարավային ադրբեջանցիք ունեն պետություն, ունեն եռագույն դրոշ, որը իրենց կաջակցի եւ հայտարարել է, որ մոլաների ռեժիմը շուտով ուրեմն փլուզվի եւ Թեհրանը կարա փլուզվել Թավրիզի հարվածից հետո։ Այս փաստաթուղթը, այս հայտարարությունը կարելի ասել այսպիսի կտրուկն էր եւ իհարկե մենք կարող ենք ասել ձեր հետ միասին, որ իհարկե սա առանց Իլհամ Ալիևի համակարգի թույլտվության տեղի չի ունեցել։ Եվ սա նշանակում է, որ նաև սա այդպես իբրև քաղաքական ընդդիմության չկա Ադրբեջանում քաղաքական ընդդիմություն, այդ ընդդիմության շնորհիվ այսպիսի հայտարարություններ է արվում։ Դրան ավելանում է Գյունաս TV, այդպիսի նաև Ախմատ Օբալիի հայտարարությունը, Օբալին, որը այդ հեռուստաընկերությունն է, ուրեմն ղեկավարում, որը տարածում է նաև հարավային Ադրբեջան տարածքում, ճակերտներում իհարկե, հենց եւ Գյունազը անունը առհասարակ Գյունեյ Ադրբեջանա նշանակում, դա հենց հարավային Ադրբեջան բառապաշարն է իրենց լեզվով։ Եվ ինքը այսպիսի բան է ասում, որ հիմա այս հարվածները Նախիջևանի վրա պատմական հնարավորություն է Իրանի ժողովրդի համար, իրանական իշխանությունը թուլացել է, տնտեսությունը ուրեմն փլուզվել է, օդային ուժերը նաև շատ թույլ են եւ բանակը նաև
մարտահրավերների առջև է կանգնած եւ եթե մոտակա ամիսների ընթացքում ռեժիմը փլուզվի, ապա ադրբեջանցիք պետք է ոտքի կանգնեն եւ աջակցեն Թուրքիային եւ հասնեն անկախությանը եւ ասում է, որ ամենավատ դեպքում պետք է լինի այսպիսի ինքնավարության բարձր մակարդակ, բայց ընդգծում է, որ անկախությունն է իրենց նպատակը եւ այսպիսի պատմական հնարավորություն գալիս է 100 տարվա մեջ մեկ անգամ։ Մանսետ ազը նաև այդպիսի պարբերական ունեն, հետաքրքիր նաև հայտարարություններ է անում եւ այդտեղի լրագրողը ասում է, որ պատմական հնարավորություն է ձևավորվել նաև ազատագրելու հարավային Ադրբեջանը եւ հիշեցնում է, որ Իրանը երկար տարիներ հակաադրբեջանական քաղաքականություն է վարել, իբրև աջակցել է ճակատներում Ղարաբաղի սեպարատիստներին եւ ահաբեկչություններին եւ ասում է, որ հարավային Ադրբեջանի հարցը ճակատներում դա մշակութային հարց չէ, այլ նաեւ ազգային անվտանգության հարց է, որովհետեւ եթե հիմա այս հնարավորությունը ձեռքից բաց թողնենք, ապագայում պարզ չէ, երբ կունենանք նորից այդ հնարավորությունը, ասում է այդ պարբերականը եւ ավարտում է իր հոդվածը հայտարարությունով Գյունեյ Ադրբեջանինա ազատլիկ, այսինքն որը նշանակում է ազատություն հարավային Ադրբեջանին ճակատներում։ Շարունակում ենք նաև Գյունուն Սեսի ինֆոն տարածում է նաև եւս մեկ հետաքրքիր հայտարարություն միասնության կուսակցության Էդեմ Իսմայելի Բակուվի հայտարարությունն է տարածում, որը ասում է, որ սա իրականում այս հարվածը Նախիջևանի վրա ցույց տվեց իրենց իրական երեսը եւ միլիոնավոր ադրբեջանցիք Իրանում գտնվում են ուրեմն ճնշման ներքո, իրենց լեզուն եւ մշակույթը նաեւ ճնշումների տակ է եւ ստեղծվել է պատմական հնարավորություն, որ հարավային մեր ճակատներում, ասում եմ, հայրենակիցներին ազատագրենք եւ իրենք կանգնեն իրենց նաեւ պատմական ուրեմն այդ կապերի պաշտպանության ուղու վրա։ Չնայած նրա, որ այստեղ կոնկրետ խոսք անկախություն չի օգտագործվում, բայց ինքնավարության խոսք այստեղ օգտագործվում է։ Բացի դրանից նաև հետաքրքիր է, որ Մուսավատ Քոմի ուրեմն պարբերականի հատվածում այդտեղ Ազեր Խեսրեթը ասում է, որ պետք է ձևավորվի անկախ պետություն հարավային Ադրբեջան եւ ասում է, որ չպետք է ուրեմն դիմադրեն իրենք դիմանան ուրեմն այս ճնշումներին, որը Իրանում կա եւ պետք է ազատ այդպիսի պետություն ձևավորեն։ Ախար Ազի եթերում նաև դեռ հունվարին կար մեկ հոդված, որը ասում էր, որ Զենջանը, Արդաբիլը, Թեբրիզը եւ ուրիշ տարածքները մեր պատմական տարածքներն են ճակատներում, բայց նաև նշում էր, որ Իրանի փլուզումը կարող է բերել լուրջ մարտահրավերների։ Շարունակում ենք, հետաքրքիր եւս տեղեկատվություններ կա, ուրեմն Media News AZ-ը մարտի 10-ին, 3 այսինքն, նաև 6 ադրբեջանական շրջան է նշել, որը ըստ իրեն դա հարավային Ադրբեջանի մաս են ճակատներում, դա արևելյան Ադրբեջանն է, արևմտյան Ադրբեջան, այդ Իրանի շրջանները նկատի ունեմ, Արդեբիլը, Զենջանը, Քեզվինը եւ Խամադանը, ուրեմն եւ այդտեղ նշվում է, որ սա պատմական տարածքներ են, որտեղ որ ապրում են թյուրքեր եւ ուստի դա այդ հարավային Ադրբեջանի տարածքներն են։ Ուրեմն ITV հայտարարությունում տեսնում եք, որ նաև այդպիսի բաներ նշում, այսինքն պետական մամուլում։ Իրականում ամենակարևորը այստեղ տեսեք, ինչ որ ԶԼՄ-ներ են խոսում սրա մասին եւ ինչ որ քաղաքական ընդդիմադիր ուժեր, հասկանում ենք ում մասին է խոսքը։ Սա Իլհամ Ալիևի համակարգի կողմից կառավարվող այսպիսի ուժեր են, որոնք այդպիսի իբրև ընդդիմադիր, բայց հայտարարություններ են անում, բայց սա երկրորդական նշանակություն ունի։ ITV եթերում, հանրային հեռուստաընկերության եթերում արած հայտարարությունը ամենակարևորն է, որովհետև դա պետական արդեն մամուլի հայտարարություն է։ Ճիշտ է, իրանք կարող են ասել, սա լրագրողն է, լրագրողը իր սեփական կարծիքը ունի, բայց դե դուք շատ լավ հասկանում եք, սա ինչ է նշանակում, որ որևէ այդպիսի սեփական կարծիքի մասին չէ խոսքը, սա խոսք է նրա մասին, որ հրաման է եկել Բաքվից եւ ճակատներում հարավային Ադրբեջանի թեզը շարունակվում է զարգանալ։
Հիշեցնեմ ձեզ, որ մենք քննարկել ենք դա նաև, որ այդպես կոչված Հարավային Ադրբեջանի կոորդինացման հարթակը դեռ իր ժամանակ ուղարկել էր այդպիսի նամակ, ուրեմն նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին, որտեղ ասել էր, որ այս իրանական հատվածները իրականում շատ հին ադրբեջանական թուրքական տարածքներ են եւ այստեղ իրանական ռեժիմը ցեղասպանություն է կազմակերպում ճակատներում ադրբեջանցի դեմ եւ կոչ է արել նաեւ որ աջակցի Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Զուգահեռ դրա Թեհրանը դա գնահատել էր ինչպես ներքին գործերի մեջ միջամտում եւ ասել էր, որ անթույլատրելի է այսպիսի գործընթացներ։ Հայաստանում ուրեմն ժողովրդային ֆրոնտ ճակատ երևի, հա, այսպես թարգմանենք, Ադրբեջանի ժողովրդային այդ ճակատը կամ ֆրոնտը Ալի Քերիմլիի կողմից ղեկավարված նաև հայտարարել էր, որ Նախիջևանի ուղղությունով այդ հարվածը, որը ձերբակալված է Ալի Քերիմլին, ուրեմն հարվածը դա թշնամական մոտեցում է Իրանի կողմից եւ դրան ի պատասխան պետք է օգնել հարավային Ադրբեջանի ուրեմն ազատագրման գործընթացում այդտեղ թուրքական բնակչության։ Դա էլ հասկանալի է ձեր համար։ Կան մի փոքր ավելի թեթև նաև հայտարարություններ, խոսքին Zerkala AZ հայտարարում է, որ Հարավային Ադրբեջանը այսպիսի մի հատված չէ տարածքի եւ պատմական շրջան է եւ այդտեղ հայտարարում է, որ պետք է ինքնավարության թեման բարձրաձայնվի, պետք է այդտեղ քաղաքական ուժեր ձևավորվեն եւ այլն, այսինքն ավելի մեղմ այստեղ հայտարարություններ էլ կա եւ ուրիշ նաեւ ախառազում էլ գրվում էր, որ ուրեմն Իրանի քանդումը նաև Ադրբեջանին ձեռ չի տալի եւ պետք է այստեղ լինի ավելի աճ ինքնավարության եւ այլն։ Դա հետաքրքիր է։ Նաև հետաքրքիր է ռուսական տարբերականներում քննարկումները EA Daily եթերում Սերգեյ Մարդանը, ռուսական պրոպագանդիստը հայտարարում է, որ եթե թուլանա Իրանը, Ադրբեջանը կարող է փորձել ուրեմն միացնել իրեն այդպես կոչված Հարավային Ադրբեջանը եւ ստանալ նաև կապ դեպի Թուրքիա, այդտեղ 15-20 միլիոն ադրբեջանցի է ապրում եւ սա, ինչպես ասացի, ռուսական արդեն վերլուծություն է, վտանգ է սրա մասին։ Instagram-ի եւ Telegram-ի հատվածում նաեւ կա շատ ակտիվ տարածվում է Իլհամ Ալիևի հայտարարությունը, որտեղ որ ինքը ասում է, որ հարավային ադրբեջանցիք, այդտեղ ասում է Իրանի ադրբեջանցիք, ճիշտ որ ընդգծեմ, Ալիևը չի ասել հարավային, ասել է Իրանի ադրբեջանցիք հույսով են մեզ նայում, դա նաեւ հետաքրքիր է։ Կարելի է ասել, որ մարտի 1-ից մինչև 10-ը մոտավորապես այս հատվածում շատ լուրջ տեսանք զարգացումներ եւ այս թեմայի շուրջ ուրեմն փոփոխվող նաև մոտեցումներ։ Տեսնում ենք, որ հնչում է պատմական արդարություն բառապաշարը, պատմական հնարավորություն բառապաշարը, հարավում եղբայրների աջակցության տրամաբանությունը, Իրանի փլուզումից եկող վտանգները եւ հումանիտար իրավիճակը։ Այսինքն արեք այսպես ասենք, որ Նախիջևանի վրա այդ հարվածի ցեթո, իսկ մենք ձեր հետ միասին քննարկել ենք, որ այդ հարվածը այդքան էլ պարզ չէ իրականում ինչ է տեղի ունեցել եւ ում է ավելի շատ ձեռ տալիս եւ դա կարեւոր էր մեր քննարկումները, բայց ամեն դեպքում մենք փաստ ենք ասում հարվածից հետո մենք տեսանք, որ Ադրբեջանը սկսեց ակտիվորեն այս թեման օգտագործել եւ ադրբեջանական կառավարվող իշխանությունների կողմից ԶԼՄ-ներում մենք տեսնում ենք կոնկրետ մոտեցումներ, այդ թվում պետական եւ ոչ պետական մամուլի կողմից եւ կոնկրետ նշումներ պատմական ադրբեջանական տարածքների, Թաբրիզ, Ուրմիա, Արդեբիլ, Զենջան խոսքին եւ այլն, մի խոսքով սա արդեն իհարկե սնում է ադրբեջանական հանրությունը, այսինքն պետք է հասկանանք, որ հիմա ադրբեջանական հանրությունը ինչ որ առումով չմոռանանք, բանակը համար 1 ռազմական պատրաստվածությունի է բերվել, այսինքն հիմա ադրբեջանական հանրությունը մի կողմից լարված իրավիճակում է բանակի պատճառով, իսկ մյուս կողմից իրենց ասում են Հարավային Ադրբեջան, ճակատներում իրենց ասում են պատմական տարածք, ազատագրելու թեմա եւ այլն, այսինքն հիմքը նախապատրաստված է այդ առումով։ Իհարկե տեսնում ենք, որ կան նաև գնահատականներ, որոնք ավելի մեղմ են խոսում սրա մասին եւ ավելի կտրուկ։ Դա տարբերվում է։ Հումանիտար հարցը իհարկե մնում է օրակարգում եւ դա ամենամեղմն է, որ իբրև հումանիտար է,
եւ չնայած նրա, որ այսպիսի ԶԼՄ-ներում քննարկումներ կան, պաշտոնական Բաքուն սահմանափակ մոտեցումներ ունի, հումանիտար աջակցություն է ուղարկել դեպի Իրան եւ բեռնափոխադրումները վերականգնվել են այս պայծրությամբ, բայց փաստացի Ադրբեջանը դեռ որևէ քայլի չի դիմում, բայց պատրաստում է, եւ ես միշտ դա էի ասում, իրանք պատրաստում են այդ սցենարը, եթե լինի անհրաժեշտություն, եթե պահը գա, ապա իրենք կօգտագործեն այդ նաև սցենարը։ Եվ ուստի արգելի այրենակիցներ, համարում եմ, որ մեր ձեր հետ միասին այսօրվա այս քննարկումը, վերլուծությունը փաստերով, կոնկրետ տվյալներով եւ այլն, մենք կարողացանք հասկանալ ձեր հետ միասին շատ ավելի լավ այս ստեղծված իրավիճակը, որը մեծ կարևորություն ունի մեր բոլորի համար, Հայաստանի անվտանգության համար եւ ուստի կշարունակենք հետևել այս նաև զարգացումներին։ Շնորհակալ եմ ուշադրության համար, հարգելի այրենակիցներ, կհանդիպենք, ցտեսություն։